Հայաստանում առողջապահական ապահովագրության փաթեթներ վաճառող 7 ընկերություններից 4-ն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել առողջության համընդհանուր ապահովագրական պետական հիմնադրամի հետ։ Ինչ կտա սա հատկապես այն շահառուներին, որոնք եւ այդ մասնավոր ընկերությունների հետ պայմանագրեր ունեն եւ պարտավոր են պետական ապահովագրականից օգտվել։ Որ հասկանալի լինի, որ ծառայությունը որի շրջանակներում է փոխհատուցվելու, քանի հատն է բազայինի շրջանակներում փոխհատուցվելու, քանի հատը մասնավորի, այդ բոլոր հնարավորությունները մենք իրար հետ տեխնիկապես եւ ինֆորմացիան փոխանակման եւ փոխհաշարքներ անելու շրջանակում պիտի ապահովենք։ Սա է այսօրվա նպատակը, որ մենք ոչ թե իրար հետ ենք մրցում, այլ հակառակը, մենք ստեղծում ենք մի ամբողջական դաշտ, որտեղ որ մասնավոր ապահովագրական ընկերությունները իրար հետ մրցելով, լավագույն փաթեթներ առաջարկելով քաղաքացիներին, պլյուս փաթեթներ, կարողանալու են հեշտ աշխատել նաեւ պետական ապահովագրական հիմնադրամի հետ։ Օրինակ, եթե նախկինում գործող պետպատվերի շրջանակներում հաճախ էին հանդիպում դեպքեր, երբ որևէ ծառայության դիմաց մասնավոր ապահովագրականները վճարում էին, բայց հետո շահառուին տեղեկացնում, որ չեն կարող դա հաստատել, որովհետև պարզել են ծառայությունը ներառված է պետպատվերի շրջանակներում, ապա ըստ պաշտոնյաների այս համագործակցությունից հետո քաղաքացին նման խնդիրներ չի ունենա, այս 4 ընկերությունները հասանելիություն կունենան պետական հիմնադրամի տվյալներին։ Համենայն դեպս այսպես են վստահեցնում պաշտոնյաներն ու հուշագիր ստորագրած ընկերությունները։ Հաջորդի եթե անձը ունի թե բազային, թե նաև մասնավոր ապահովագրական փաթեթ, նրա հետ որպես ապահովագրող եւ նրա հարցերին պատասխանող գուցե միասնական ձևաչափով էլ հանդես գանք, որ քաղաքացին էլ չունենա առնչություն մի քանի ուրեմն պետական եւ մասնավոր ապահովագրականների հետ աշխատելու։ Պետական հիմնադրամի հետ հուշագիր են ստորագրել Ingo Armenia, FS, Liga Insurance ու Seal Insurance ապահովագրական ընկերությունները։ Seal Insurance-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանն ասում է, այսուհետ կարող են ավելի արագ ու որակյալ սպասարկել քաղաքացիներին, բացի այդ համագործակցությունը գործնական առումով տալիս է հնարավորություն բանակցել այդ բոլոր հարցերի վերաբերյալ։ Համապատասխան փոփոխություններ, նաև օրենսդրականներ մուծել, որտեղ հնարավորություն կլինի մեկ միասնական սպասարկողի միջոցով ստանալ երկու ծառայությունը զուգահեռ։ Ապահովագրական ընկերությունն է։ Տնօրեն Արևշատ Մելիքսեթյանից հետաքրքրվեցինք, իրենց համագործակցությունն ինչ է տալու, օրինակ հենց իրենց հետ պայմանագիր կնքած շահառուին։ Առմետ համակարգի մեջ ավելանալու են մեր հավելյալ փաթեթներն էլ, որպեսզի մարդու եւ հիվանդանոցները որպես ծառայություններ տրամադրող տեսնելու են արդեն որ փաթեթն է գնում պետական հիմնադրամը, որ փաթեթն է գնում մասնավոր ապահովագրական ընկերությունում եւ սպասարկումը մարդը ստանալու է ոնց որ մեկ կետից, մեկ պատուհանից ավելի հեշտ ուղղակի ֆինանսավորումը կլինի եւ պետական հիմնադրամից եւ մասնավոր ապահովագրականից։ Հուշագրով նաեւ մենք ունենում ենք համագործակցություն հիմնադրամի հետ մարդկանց առողջական տվյալների փոխանակման, տրամադրման միմյանց, ունենում ենք նաեւ հնարավորություն զարգացնել համատեղ հավելյալ փաթեթներ ժամանակի ընթացքում։ Այսօր հուշագիր կնքածներն արդեն պատրաստվում են նոր փաթեթներ ներկայացնել, տարեկան 50,000-ից մինչև 200,000 դրամ եւ ավելին։ Ստացվում է աշխատող քաղաքացին եւ պետական ապահովագրության համար պետք է վճարի, եւ զուգահեռ վճարի ու օգտվի մասնավորից։ Իսկ ինչու հուշագիր ստորագրած ընկերությունների շարքում մյուս 3-ը՝ Regon, Armenian եւ Nairi Insurance-ը չկան։ Ավանեսյանն ասաց, այսօրվա 4 ընկերություններն ապահովագրական շուկայի մեծ մասն են ներկայացնում, բայց մյուս 3-ի համար էլ դռները դեռ բաց են։ Մյուս 3-ն էլ որ չեն կնքել, ազատ են առաջարկելու պլյուս փաթեթներ եւ որևէ ձևով չի սահմանափակվում նրանց տնտեսական գործունեությունը։ Ես վստահ եմ, մյուս ընկերություններն էլ առաջիկայում բաց են եւ կարող են եւս միանալ հուշագրին։ Armenia եւ Rego ընկերություններից ազատությանը փոխանցեցին, հուշագիր ստորագրելու առաջարկ նախարարությունից կամ հիմնադրամից չեն ստացել։ Nairi Insurance-ից էլ խոստացան ավելի ուշ պատասխանել։ Ապահովագրության ներդրման առաջին իսկ օրերից փորձագետները պնդում էին, նախարարությունը կտապալի ծրագիրը, եթե չհամագործակցի մասնավոր ընկերությունների հետ, որոնք արդեն տարիների փորձ ունեն։ Պետությունը փաստորեն առանց մասնավոր ընկերությունների չի կարող բնակչության առողջական խնդիրների ծախսն ամբողջությամբ թեթևացնել։ Մեր նպատակն էր, որ պետությունը իր բոլոր քաղաքացիների համար ապահովի բազային փաթեթը, որը լուծում է մարդկանց առողջական հիմնարար խնդիրները, բայց մենք նաև ակնկալում ենք, որ մասնավոր ապահովագրական ընկերություններն էլ բազային փաթեթին հավելյալ պետք է ունենային առաջարկներ, պլյուս ծառայություններ, պլյուս ավելի կոմֆորտ, ավելի սերվիսներին ուղղված հնարավորություններ։
Մինչ նախարարությունը պայմանագրեր է ստորագրում մասնավոր ընկերությունների հետ, առողջապահական ոլորտի փորձագետ Ծաղիկ Վարդանյանը, որն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս քայլը, ուշադրությունն այլ խնդրի վրա է հրավիրում։ Նրա կոպիտ հաշվարկներով արդեն երկրորդ եռամսյակում քաղաքացիները հիվանդանոցներում կարող են հաճախ լսել հետևյալ արտահայտությունը. ձեզ հերթագրում ենք։ Իսկ օրենքով հերթագրման սպասման ժամկետը կարող է հասնել մինչև 6 ամիս։ Բյուջեն հաստատված է 2026 թվականի 220 միլիարդ դրամ, որից 20 միլիարդի կարգին չի վերաբերվում բժշկական օգնության ծառայություններին, մոտը 200 միլիարդ։ Տարվա կտրվածքով ապահովագրավճար կհավաքվի աշխատող մարդկանցի, ըստ նախնական տվյալների մոտավորապես 54-ից 56 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Լավ, 56 չի բավարարի այս տեմպերով, իմ շատ կոշտ վերլուծություն մինչև 50-60 միլիարդի պակասորդ է լինելու։ Սկսի զգացումը մարտ-ապրիլ ամիսների։ Իհարկե դա չի վերաբերվում անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն դեպքում։ Նախարարության տվյալներով հունվարից մեկնարկած առողջության պարտադիր ապահովագրության շրջանակներում ավելի քան կես միլիոն քաղաքացի արդեն օգտվել է տարբեր ծառայություններից։